Արդյոք Հիսուսը ձմռանն է ծնվել։ Իհարկե ոչ։ Դեկտեմբերին կամ հունվարին Սուրբ Ծնունդ նշելը եկեղեցական պատմական պայմանավորվածություն է, եւ այն բնավ չի նվազեցնում Սուրբ Ծնունդի նշանակությունը, բայց կարևոր է հասկանալ, որ Աստվածաշունչը մեզ չի կապում ամսաթվի հետ, այլ ճշմարիտ իրադարձության հետ, եւ դեկտեմբերի 25-ը, հունվարի 6-ը եւ 7-ը սիմվոլիկ օրեր են, որոնք մենք տոնում ենք, եւ որոնք մեզ հիշեցնում են պատմական անհերքելի փաստի մասին, որ Աստված մարդացավ, եկավ երկիր, ծնվեց, որ մեռներ եւ մեզ հավիտենական կյանք տար։ Հետաքրքիր է, որ Քրիստոսից հետո մինչ 11-րդ դարը, երբ օգտագործվում էր Ջուլիան օրացույցը, հունվարի 6-ը հանդիսանում էր միասնական տոն, որի մեջ ընդգրկված էին 3 առանցքային իրադարձություններ. Հիսուսի ծնունդը, Հիսուսի մկրտությունը Հորդանանում, Մոգերի կամ իմաստունների այցելությունը։ Այս ամբողջը կոչվում էր Աստվածհայտնության օր։ Սակայն երբ Ջուլիան օրացույցը փոխվեց Գրիգորյան օրացույցի եւ կար 13 օրվա տարբերություն, հռոմեական կայսրությունում եկեղեցիները սկսեցին Քրիստոսի ծնունդը տոնել դեկտեմբերի 25-ին։ Սակայն հայ առաքելական եկեղեցին պահպանեց հին ավանդույթը եւ մինչեւ օրս Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին։ Երբ խորանում ենք Սուրբ Ծննդյան պատմության մեջ, ոչ թե ավանդույթի, այլ աստվածաշնչյան եւ պատմական տրամաբանության լույսի տակ տեսնում ենք մի կարևոր բան։ Հիսուսի ծննդյան իրական ժամանակը ամենայն հավանականությամբ եղել է գարնանը, ապրիլին, ոչ թե ձմռանը։ Սա պատմական ենթադրություն չէ, այլ ունի խորը հոգևոր եւ մարգարեական հիմնավորում։ Աստվածաշունչը Ղուկաս 2:8-ում ասում է. «Եվ այն երկրում հովիվներ կային, որոնք գիշերով դաշտում էին եւ հսկում էին իրենց հոտը, եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց մոտ, եւ Տիրոջ փառքը փայլեց նրանց շուրջը, եւ նրանք մեծ վախով լցվեցին, եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ կլինի ամբողջ ժողովրդի համար, որովհետև այսօր ձեզ համար Դավթի քաղաքում ծնվեց Փրկիչը, որ է Քրիստոս Տերը»։ Եվ եկեք մտածենք. ինչու էին գառները եւ հովիվները գիշերով դրսում։ Իսրայելի այդ շրջանում ձմռանը հովիվները դաշտում չեն գիշերում, քանի որ գիշերները ցուրտ են լինում, եւ ձմռանը անձրևային շրջան է, եւ գառներին պահում են փակ տարածքում, ոչ թե դաշտում։ Եթե հովիվները գիշերը դաշտում էին, դա նշանակում է եղանակը բավականին տաք էր եւ հարմար հոտի համար։ Գարունը, հատկապես մարտ-ապրիլ ամիսները, Իսրայելում համարվում է գառների ծննդաբերության շրջանը, եւ այդ շրջանում հովիվները գիշեր ու ցերեկ հսկում էին հոտը, օգնում էին ծննդաբերությանը, պաշտպանում էին նորածին գառներին։ Ինչպես տեսնում ենք, սա միայն բնության փաստ չէ, այլ խորը մարգարեական խորհուրդ։ Սա Աստծո ձեռագրին բնորոշ ճշգրտություն է, ոչ միայն ինչպես, այլ նաև երբ։ Եվ հենց այդ գիշեր, երբ գառներ էին ծնվում դաշտերում, Գոմում ծնվեց Աստծո գառը։ Արդյոք սա պատահականություն էր։ Իհարկե ոչ։ Սա ամբողջովին մարգարեական համընկնում էր։ Աստծո գառը պիտի ծնվեր այն ժամանակ, երբ ծնվում են գառները։ Շատերը Մեսիային սպասում էին որպես հզոր թագավորի, պալատներով, բանակներով, երկրային փառքով, բայց Աստծո ծրագիրը բոլորովին այլ էր։ Հիսուսը եկավ ոչ թե որպես թագավոր, այլ որպես գառնուկ, զոհվելու մեր մեղքերի համար։ Եվ դա էր պատճառը, որ նա չծնվեց պալատներում, այլ ծնվեց Գոմում, ուր գառն է ծնվում։ Հովաննում 1:29-ում ասվում է. «Ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»։ Իսկ ինչու հենց գառ։ Մինչ Հիսուս Քրիստոսի գալուստը Աստված Իսրայել ժողովրդին տվել էր մի հատուկ կարգ, զոհաբերության համակարգ, որի միջոցով մարդիկ կարող էին ժամանակավոր մեղքերի քավություն ստանալ։ Հրեաները իրենց մեղքերի համար կենդանի էին մորթում եւ արյուն էին թափում։ Կենդանին մորթվում էր եւ նրա արյունը սփռվում էր զոհասեղանի վրա։ Այս արարքով մեղքի պատիժը տեղափոխվում էր կենդանու վրա։ Սակայն այս զոհաբերությունները չէին վերցնում մեղքը վերջնականապես, այլ միայն ծածկում էին 1 տարով եւ այդպես ամեն տարի։ Ղևտացիների 17:11-ում ասվում է. «Որովհետև մարմնի կյանքը արյան մեջ է, եւ ես այն ձեզ տվեցի սեղանի վրա, որպեսզի ձեր հոգիների համար քավություն անի, որովհետև արյունն է քավություն անում հոգու համար»։ Այսպիսով տեսնում ենք, որ մեղքերի քավության համար պետք է արյուն թափվեր։ Այն, ինչ հին ուխտում կրկնվում էր ամեն տարի, նոր ուխտում Հիսուսը ծնվեց, որպեսզի զոհը կատարեր 1 անգամ եւ հավիտյան, որովհետեւ նա պետք է լիներ կատարյալ զոհը։ Եբրայեցիս 9:26-ում ասվում է. նա 1 անգամ մատուցեց ինքն իրեն մեղքերը վերցնելու համար։ Եսայա 53:7-ում ասվում է. նա ինչպես գառ
մորթվելու տարվեց։ Այո, ինչպես տեսնում ենք, ամեն բան պլանավորված էր Աստծո կողմից։ Հենց Հիսուսի ծնունդը արդեն խոսում էր իր մահվան մասին։ Հիսուսը ծնվեց միայն մի նպատակով, որ խաչվեր եւ իր արյունը թափեր մեզ համար, որպեսզի մեր մեղքերը իր արյունով սրբեր եւ տար մեզ հավիտենական կյանք։ Ամեն բան Աստված արեց իմ ու քո համար։ Իր սուրբ ծնունդը իմ ու քո համար է։ Մեծ ավետիսը իմ ու քո համար է։ Եվ այսօր գոմում ծնված գառնուկը, մահին հաղթած հարուցյալ Հիսուսը, տերերի Տերն ու արքաների արքան, կանգնած է քո սրտի դռան առաջ։ Հայտնություն 3:20-ում ասվում է. ահա դռան առաջ կանգնած եմ ու թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը եւ դուռը բացի, կմտնեմ նրա մոտ եւ նրա հետ ընթրիք կանեմ եւ նա ինձ հետ։ Սիրելիներ, եկեք այս նոր տարում պարզապես բացենք մեր սրտի դռները եւ ներս հրավիրենք Հիսուսին, եւ նա կազատի մեզ մեղքից եւ կփրկի մեզ, եւ միայն այդ ժամանակ նրա սուրբ ծնունդը իսկապես կիմաստավորվի մեր կյանքում։